Բարև ձեզ սիրելի բարեկամներ, եթերում նրան տապանի 5-րդ խուսափող հաղորդաշարն է, որը ինչպես գիտեք սովորաբար կառուցվում է ձեր հեռախոսազանգերի հիման վրա։ Դուք կարող եք զանգահարել մեզ էկրանին երևացող համարներով եւ արտահայտել ձեր տեսակետները, իսկ այսօր մենք խոսելու ենք շատ կարևոր իմ կարծիքով հարցի մասին։ Խոսքը գնում է հայկական պետության եւ հայկական երազանքի մասին։ Երբ մի քանի դար առաջ հայկական պետականությունը կորցրեց իր վերջին թագավորությունը Կիլիկիայում, շատ մտավորականներ, քաղաքական գործիչներ են ժամանակի հիմնական իրանց կյանքի նպատակը սարքեցին այդ պետականության կորցված պետականության վերականգնումը Հայաստանի հայկական լեռնաշխարհի տարածքում։ Եվ եղել են իհարկե դեպքեր, երբ պետականությունը կարճ ժամանակով վերականգնվել է, ես նկատում եմ օրինակ Դավիթ Բեկի ապստամբության շրջանը, ես նկատում եմ նույն Վանի ապստամբության շրջանը, որտեղ այդ պետականությունը ընդամենը մեկ ամիս տևեց։ Բայց ընդհանուր առմամբ այս երազանքը պետականության միշտ եղել է հայկական երազանքի հիմնական մասը եւ 1915 թվականից հետո այդ երազանքին ավելացել է նաեւ միասնաբար ապրելու տենչը, որովհետեւ ցեղասպանությունը, երբ մենք կորցրեցինք մոտավորապես 1.5-1.8 միլիոն մարդ, մնացած մեր բնակչությունը ցրվեց աշխարհով մեկ եւ հայկական երազանքի այդ նոր երանգը բացի պետականությունը վերականգնելուց հետո եղավ նաեւ միասնաբար ապրելու ցանկությունը եւ իրավունքը իրականացնելը, այսինքն գտնել հայկական նոր պետություն եւ դրա մեջ փորձել ուրեմն իրականացնել այդ երազանքը։ 18-20 թվականի մեր հանրապետությունը իրականում ցանկանում էր այդ երազանքը իրականացնել, բայց բավականին բարդ պայմաններում, երբ որ երկու թշնամիներ վերջում հարձակվեցին, նրա վրա խոսքը վերաբերվում է Թուրքիայի բանակին եւ ռուսական 7-րդ կարմիր բանակին, արդեն բոլշևիկների ղեկավարությամբ, այդ պետությունը ընկավ։ Դրանց հետո իհարկե ձևավորվեց խորհրդային Հայաստան, հայերը Հայաստանի Հանրապետությունում հնարավորություն ստացան շունչ քաշել, զբաղվել ստեղծագործ աշխատանքով, բայց միևնույն է, այդ ամբողջական ապրելու եւ այդ միասնական հայկական պետություն ստեղծելու երազանքը միշտ էլ ուղեկցել էր մեր հայրենակիցներին։ Եվ ընդ որում դա եղել է եւ Հայաստանի ներսում, խորհրդային Հայաստանի, եւ Հայաստանից դուրս Սփյուռքում։ Նպատակները հենց այդպես էլ ձևակերպվում էին։ Նոր շրջանը խորհրդային փլուզումից հետո, երբ որ Հայաստանը անկախացավ, դա մեծ ոգևորություն էր եւ Հայաստանում եւ Սփյուռքում։ Հայերը արտասվում էին, վերջապես կատարվեց իրանց երազանքը, վերջապես նորից Հայաստանը դարձավ անկախ, եւ եթե դրան էլ ավելացնենք Արցախյան ազատամարտը, որտեղ մենք հաջողություն ունեցանք այդ ժամանակ, պետք է որ Հայաստանի եւ հայ ժողովրդի երազանքների իրականացում այսպես աստիճանաբար իրականություն դառնալ։ Բայց ինչ կատարվեց։ Ինչ կատարվեց միջև այս Արցախի խորհուրդը, միջև այս նոր դոկտրինները։ Կատարվեց այն, որ Հայաստանի բոլոր իշխանությունները իրենց սկսեցին համարել միայն Հայաստանի Հանրապետության հայերի համար պատասխանատու, ինչ էլ որ խոսեն։
Եթե ներկայիս իշխանությունը խոսում է, որ ինքը ոչ մի առնչություն չունի այդ Սփյուռքում ապրող հայերի հետ, նախկին իշխանությունները դա չէին ասում, բայց ըստ էության այդպես էլ վարվում էին, որովհետև չնայած կար այդպես ցանկություն, չնայած նույնիսկ ստեղծվեց Սփյուռքի նախարարություն, միևնույնն է, այդ նախարարությունը կամ այդ նախարարը դա Հայաստանի պետության նախարարն էր, որ ուղղակի պատասխանատու էր Սփյուռքի մեր հայրենակիցների հետ որոշակի միջոցառումներ անցկացնելու համար։ Այն, որ Հայաստանը պիտի լիներ բոլոր հայերի հայրենիքը, այս գաղափարը կարծես թե անցավ երկրորդ պլան։ Իրավիճակը շատ ավելի վատթարացավ այս նոր իրավիճակում, երբ մենք կորցրեցինք Արցախը, երբ Արցախում կատարվեց ցեղասպանական էթնիկ զտում, դրանից հետո, երբ մեր իշխանությունները վերցրեցին այսպես կոչված իրական Հայաստանի կոնցեպցիան, բոլորը եւ Հայաստանում եւ Հայաստանից դուրս հասկացան, որ այն հայկական երազանքը, որի մասին ես ձեզ խոսում էի, որ հայկական պետություն կա, որը բոլոր հայերի հայրենիքն է, նույնիսկ անկախ այն բանից, թե որտեղ են այդ հայերը ապրում, այս երազանքը մնաց էլի հեռացավ մեզնից, գնաց ավելի հեռու եւ ստացվեց մի իրավիճակ, որ մարդիկ մի փոքր շփոթվեցին։ Ամեն դեպս սա իմ տեսակետն եմ արտահայտում եւ հուսով եմ, որ ձեր հեռախոսազանգերով դուք կհաստատեք կամ կհերքեք իմ մոտեցումը։ Տեսեք, հայկական պետությունը իրական Հայաստանը միայն Հայաստանի Հանրապետությունում ապրող քաղաքացիների պատասխանատուն է։ Նա պատասխանատու չէ Սփյուռքի հայության համար, Սփյուռքի հայերը ըստ մեր նոր իշխանությունների ապրում են տարբեր երկրներում, տարբեր երկրների քաղաքացի են եւ նրանց համար պատասխանատու են հենց այդ երկրները, որտեղ նրանք ապրում են։ Շատ հարմար սխեմա է այդ իմաստով եւ այս վերջին ընտրություններից հետո եղավ ավելի հետաքրքիր խստացում։ Եթե միջև ընտրությունները մենք ունեինք անկախ պետականությունից հետո մի քանի տարի հետո Հայաստանի պետությունը զրկեց Հայաստանի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիների, որոնք ապրում էին Հայաստանից դուրս, քվեարկել, մասնակցել ընտրություններին, ապա հիմա այդ արգելքը էլ ավելի խստացավ, որովհետև հիմա Հայաստանի ընտրություններին կարող են մասնակցել միայն մարդիկ, ովքեր առնվազն 2 տարի ապրում են Հայաստանում։ Դրանով իսկ այդ անջրպետը հայերի հայրենիք գաղափարի եւ քաղաքացիների պետություն այդ հասկացությունները իրայից լրիվ անջատվեցին։ Եվ այս պարագայում էլ ավելի ակտուալ դարձան բոլոր այն գաղափարները, որոնք կային իհարկե դրանից շուտ, ստեղծել համահայկական միասնական մի մարմին, չասեմ պետություն, որովհետև պետությունը ունի ատրիբուտներ, որ այդ մարմինը երբեք չի կարող ունենալ, բայց մի մարմին, որը կկառավարի հայությանը հայկական ազգերի ազգային հարցերի շուրջ։ Եվ եթե Սփյուռքում առաջ ավելի շատ մտածում էին այսպիսի համասփյուռքյան մարմին ստեղծել, ասենք օրինակ Սփյուռքի խորհրդարան, որը կմիավորեր մեր Սփյուռքում ապրող հայրենակիցների հիմնական հոգսերը, ինչ որ լուծումներ կտար եւ կսկսեին խոսել Հայաստանի Հանրապետության հետ այդ հարթության վրա։ Ապա հիմա եւ Հայաստանի հարթությունը Իրանից ընդհանրապես հերու է պահում Սփյուռքից, այդ համահայկական մարմնի գաղափարը ստանում է ավելի ակտուալ երանգներ։ Վերջերս ես մի հաղորդում անցկացրեցի Հայաստանում հայտնի նախկին պատգամավոր Արշակ Սադոյանի հետ,
որը հենց այդպես էլ առաջ էր տանում, ուզում էր ստեղծել համասփուրքյան մի, ասենք, այսպես խորհրդաժողով, որի ընթացքում ստեղծվի ինչ-որ մի մարմին, որը որ կսկսի զբաղվել այս հայկական սփյուռքի եւ հայկական ազգային այդ իղձերը միացնելու խնդրով, այսինքն մի մարմին, որը պատասխանատու կլինի ի տարբերություն հայկական պետության Հայաստանի սահմաններից դուրս ապրող հայության խնդիրների համար, նրանց ուսման համար, զարգացման համար եւ այլն։ Հիշում եք, այդպիսի մի մարմին փորձում էր ստեղծել նաեւ հայ ինքնության քարտ կազմակերպությունը, որի խնդիրը սկզբից գրանցելն էր բոլոր հայերին, որոնք ապրում են Հայաստանի Հանրապետությունից դուրս։ Դրանից հետո ժողովրդավարական ընտրությունների միջոցով, որի հնարավորությունը տալիս են հենց այդ քարտերը, խոսքը վիրտուալ հարթակի մասին է, անել ընտրություններ եւ ստեղծել այդպիսի մարմին։ Հնարավորություն տալ հայերին իրար հետ աշխատել, իրար հետ տնտեսական գործունեությամբ զբաղվել, իրար հետ կրթական, մշակութային գործունեությամբ զբաղվել, այսինքն փոխարինել այն գետնի վրա, հողի վրա գտնվող այդ պետական սահմանները, որոնք որ զաղթված են եւ Հայաստանի համար թողնված է մոտավորապես 29000 քառակուսի կիլոմետրը, փոխարինել վիրտուալ պետության գաղափարով, որ ավելի շատ մշակութային է, որ ավելի շատ տնտեսական է, որ ավելի շատ բարոյական է։ Սակայն այս գաղափարները միշտ չի որ հեշտ ճանապարհ են գտնում մեր հայրենակիցների մտքում եւ այսօր ես անցնեմ մեր հիմնական թեմային, արդյոք անհրաժեշտ է համարում նման համահայկական մարմին ստեղծելը եւ արդյոք այդ համահայկական մարմինը, որը պատասխանատու կլինի մեր հայրենակիցների հենց ազգային պատկանելության, ազգային մշակույթի, ազգային կրթության հարցերի շուրջը կարող է լուծել հայկական պետության հեռացումը հայկական սփյուռքից այս խնդիրը։ Հիմա մենք դուրս կգանք գովազդային ընդմիջման, որից հետո ես սպասում եմ ձեր հեռախոսազանգերին, խնդրում եմ ակտիվ լինեք, որովհետև այս հարցը կարևոր է եւ մեզ համար շատ կարևոր է իմանալ նաեւ ձեր կարծիքները։ Գովազդ է եթերում։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։
Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Եվ այսպես էլի բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք 5-րդ խոսափող հաղորդաշարում ենք, որը հիմնականում կառուցվում է ձեր հեռախոսազանգերի վրա։ Այս պահին դեռ հեռախոսազանգեր չունենք, դա կարող է նշանակել երկու բան, որ կամ մարդիկ սպասում էին գովազդից հետո զանգահարեն, կամ էլ այս թեման, որը ես բարձրացրել եմ, ըստ երևույթին այդքան կարևոր չի գնահատվում, որովհետև մենք ոչ մեկին չենք բամբասում, չենք քննադատում, մենք պարզապես խոսում ենք նրա մասին, որ արդյոք մենք որպես ազգ դեռ պահում ենք մեր միասնության գաղափարը, թե աշխարհի շատ ազգերի նման, որոնք որ պատմության թաթերաբեմից դուրս են եկել որպես ազգ, պարզապես մենք էլ ենք աստիճանաբար կորցնում այդ մեր կենսունակությունը, որը պահել ենք մի քանի հազար տարի, և այժմ մեր հիմնական խնդիրը ուտելը և բարգավաճ ապրելն է։ Երբ մենք ասում ենք տարբեր ազգեր դուրս են եկել թաթերաբեմից պատմության, մենք նկատի չունենք, որ նրանք ֆիզիկապես ոչնչացել են, ոչ իհարկե։ Նրանք չեն ոչնչացրել, սերունդները շարունակում են ապրել արդեն այլ ազգային և պետական տիրույթում, այլևս բոլորովին այլ մտածումներով, խնդիրներով և նպատակներով։ Եվ այդ մարդիկ շարունակում են ապրել արդեն ոչ որպես իրենց ազգի ներկայացուցիչ, այլ որպես ուղղակի քաղաքացի, որը ունի սովորական խնդիրներ, գնալ աշխատանքի, գալ, կերակրել երեխաներին և այլն։ Հիմա ամբողջ հարցն այն է, որ առանց ազգային գաղափարի ցանկացած պետություն ինքը վերածվում է այդ տիպի մարդկանց համախմբության։ Ազգային գաղափարի այդ ամբողջ միտքը դա այն միավորող շաղախն է, որը գալիս է միավորելու այս կամ այն ազգը։ Տեսեք, անդրադառնանք, ասենք օրինակ նույն Իրանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների հակամարտությանը, որը իրականում իմ կարծիքով Իսրայելի ձեռքի գործն էր։ Տեսեք, իրանցիները, որը որ ըստ երևույթին ավելի մեծ ցավի շեմ ունեին, քան պատկերացնում էին ամերիկացիները, չնայած որ դժգոհ էին շատ դեպքերում իրանց իշխանություններին, դուրս էին գալիս երբեմն ցույցերի եւ այլն, պատերազմի բերումով կարծես թե նրանք համախմբվեցին կամ մենք չենք տեսնում այդ ցույցերը եւ համախմբվեցին ընդհանուր թշնամու դեմ, որովհետեւ Իրանը դա հազարամյակների քաղաքակրթություն է, որովհետեւ այդտեղ մարդիկ ունեն տրադիցիաներ, որոնք մարդիկ ունեն որոշակի մոտեցում կյանքին եւ այո, կարող է շատերը եւ դեմ են այդ կրոնապիտական սկզբունքներին, որ հիմա գործում են, բայց ինչ փույթ, նրանք իրենց ազգային ընդհանրությունն են տեսնում։ Եվ այս պարագայում ազգային գաղափարից հրաժարվելը, ինչպես իմ կարծիքով անում է մեր իշխանությունը, դա կարող է բերել նրան, որ հայությունը որպես այդպես միավոր դադարի գոյություն ունենալուց եւ ի տարբերություն նույն Իսրայելի, որը այդ ազգային գաղափարով համախմբեց իր շուրջը ամբողջ աշխարհի ամբողջ հրեաներին
եւ ստեղծելով մի հզոր միավոր համաշխարհային թատերաբեմի վրա, որը իրոք խաղացող է, նա ազդեցիկ դեմք է եւ իր շահերը կարողանում է պաշտպանել։ Մենք ի տարբերություն այդպիսի միավորների կարող ենք հանդիսանալ շատ թույլ եւ կախված տարբեր արտաքին ուժերի կամքից։ Մենք արդեն հեռախոսազանգ ունենք, ես փորձեմ ընդունել հեռախոսազանգը։ Բարև ձեզ, դուք եթերում եք, լսում ենք ձեր կարծիքը։ Բարև ձեզ, սիրելի Տիգրան։ Ուրեմն ձեր բարձրացրած հարցը շատ կարևոր է։ Ես էդի բարձրացրել էի մոտավորապես առաջին Ղարաբաղյան հաղթանակից հետո 98-2000 քաշնազարը հաղորդաշար ունեինք, շատ հայրենացեր էր, որ մեզ մենակ այս վիճակը կփրկի, հիմա ասեմ։ Ուրեմն պետք է բանում, ասեցի, որ Լոս Անջելես շրջակայքը Հոլիվուդը, Փասաբան, Գլենդել եւ որտեղ Կալիֆոռնիան ամենաշատ հայություն ունի, պետք է ստեղծել սփյուռքահայ կենտրոն եւ այդտեղ բյուրո պետք է կազմակերպել, ինչպես ասենք Գլենդելի քաղաքային կոմիտենա բյուրոն եւ ազգային ժողով, որպեսզի ամբողջ սփյուռքահայությունը կարողանա մասնակցել, ասենք մի 3 ամիսը 1-2 ամիսը 1 որևէ օրգան ինչ են արել, բայց դրա համար պետք է փող, ասեցի պետք է որ հավաքեն թող բարերարները, շատ բարերարներ ունենք, որ մի 2-3 միլիոն հավաքելը մի բանը չի իրանց համար։ Մի կենտրոն վերցնենք, մի շենք վերցնենք, որտեղ գներն հարմար եւ տեղն հարմար եւ այդտեղ հայկական կենտրոնը լի։ Հայաստանից, Թուրքից տարբեր տեղից գալիս են մարդիկ համերգներ տալու, բան անելու, ահագին փողեր են տալի օտարերկրացիներին, որպեսի զալերը վարձեն բանը։ Իսկ մեր կենտրոնը լինի համ հավաքույթի տեղ կլինի, համ ժողովների տեղ կլինի, բայց այդ փող հավաքելու համար պետք է որ մենք ինչպես հрьяաներ ունեն հայկական ոնց են ասում, այդ փող պետք է դնեն, հիմա չեմ կարող այդ բառը հիշեմ։ Հասկացա։ Անդամադրամ, անդամավճար։ Հիմա $5 կլի, $10, 20 կորոշեն, ով ուզում է շատ ով բիզնեսմենը, լավ բժիշկ, բան, բարերար կարան ավելի տան, որ ավելի լավ արագ գնա գործերը։ Եվ պետք է կապ ունենան Հայաստանի սփյուռքի նախարարության հետ եւ ինչու ոչ ազգային ժողովի հետ։ Շնորհակալություն, սիրելի հեռուստադիտող։ Դեպի մենակ կարան, բայց անդամավճարը անպայման պետք է որ այդ կազմակերպությունը գոյատևի։ Հասկացա, շնորհակալություն ձեզ։ Սիրելի հեռուստադիտողը ներկայացնում է համայնքային այսպիսի կենտրոնի գաղափար, այո, լավ կլինի, որ աշխարհի բոլոր սփյուռքի հայկական համայնքներն ղեկավարվեն այդպիսի գաղափարով, ունենան համապատասխան կենտրոն, հնարավորություն ունենան մշակութային միջոցառումների, բայց իրականում հարցը ավելի լայն է։ Այո, ես շատ ուրախ կլինեմ, եթե ամեն մի համայնքում ունենան այդպիսի կենտրոններ, դա միայն դրական բան է, բայց երբ խոսում ենք համազգային խնդիրների շուրջը, համազգային խնդիրները դա մեր ազգային գաղափարները, ազգային կրթությունը, ազգային, չգիտեմ, մտածելակերպը, մշակույթը զարգացնելն է որպես այդպիսին, եւ թույլ չտալ, որպեսզի Հայաստանի սահմաններից դուրս գտնվող մեր հայրենակիցները նման քաղց ունենան մշակույթի հարցում, կրթության հարցում եւ նաեւ հայկական հարցերի, համահայկական հարցերի քննարկման հարթակի բացակայությունը կարող է բերել այդպիսի խնդիրների։ Ես դրա մասին եմ խոսում եւ այո, շատ կարեւոր է ինչ որ ասեց մեր հայրենակիցը, բայց դրա մեկ աստիճան ավելի վերև խնդիր կա։ Հաջորդ հեռախոսազանգն եմ ընդունում։ Բարև ձեզ, դուք եթերում եք, լսում եմ ձեզ։ Մի րոպե։ Այո, դուք եթերում եք, լսում եմ։ Մեկ վայրկյան պարոն Հարությունյան։
Սերի հեռուստադիտող պարզապես եթերում եք դուք։ Այո, ես հասկանում եմ, պարոն Հարությունյան, ցանկանում եի լսել ձեր վերջին խոսքը, որտեղ կարևոր էր, գիտեք, կա 20 վայրկյան տարբերություն։ Շնորհակալություն 5-րդ խոսակող հաղորդաշարի համար։ Այո, կարևոր հարց է, բայց կան մի քանի բաներ, որ ցանկանում եմ նշել։ Նախ ես մերժում եմ այն գաղափարը, որ մենք հայերս այդ ինքնա խարազանումը մտածում ենք փորի մասին մենակ, ես նայում եմ հենց հիմա էկրանի եւ անկեղծ ասած մեր հայաստանցիների մոտ փորի պակաս ես չեմ տեսնում։ Մենք եւ սփյուռքահայերս շատ մտածում ենք Հայաստանի մասին եւ 20-օրյա պատերազմի ժամանակ եւ 90-ական թվականներին շատերս եկանք պայքարեցին հայերը։ Ես նաեւ մի ուրիշ խնդրեմ եմ տեսնում այս միավորման դեմ, դա ռուսական նարատիվների ներկայացումն է եւ Հայաստանում եւ Հայաստանի հանրության մեջ եւ Սփյուռքում եւ դրա մեջ մտնում է եւ հակարեմտյան ռուսական նարատիվները եւ հրեակացությունը դուք նոր նշեցիք որ Իսրայելն է կառավարում այս պատերազմը դա տիպիկ ռուսական նարատիվ է Իրանի հետ կապված այդ կոմենտները նորից ռուսական նարատիվ այն որ Իրանի ժողովուրդը համախմբված է իր պետության շուրջ դա կասկածելի է հիշեցնեմ Իրանի ղեկավարները պարսիկներ չեն նրանց դրոշի այդ նշանը պարսկական չէ այստեղ իրանցիները պարսիկները ցույցեր էին անում վերականգնելու համար իրենց ազգային դրոշը ես պարզապես նշում եմ թե խանգարող հանգամանքներից մեկը ռուսական նարատիվների տարածումն է եւ ապակարկատությունը պետք է մեզ ասյոք նման կառույց թե չէ մենք արդեն ունեինք նման կառույց մի բան որ նույնիսկ հрьяաները չունեն եկեղեցին դարեր շարունակ մեր եկեղեցին մեզ պահպանել է ամենտեղ ցավոք մենք տեսնում ենք որ եկեղեցում նույնպես թափանցում են օտարեկյա ռուսական այլ նարատիվներ բայց մեր եկեղեցին այդ դերը կատարել է դարեր շարունակ ինչու հрьяաները կարողանում են դա անել եւ մենք չենք կարող մին կարծիքով այստեղ կա անհրաժեշտության զգացման պակասություն հрьяաներին ամենուրեք ատում էին այդպես ձևավորվեց սիոնիզմը նույնիսկ Եվրոպայում քաղաքակիրթ աշխարհում մենք համեմատաբար նորմալ ենք ապրում Ամերիկայում եւ Եվրոպայում մեզ այդքան չեն ատում եւ նույնիսկ սիրում են դա մեր եկեղեցու մեծ նվաճումներից մեկն է որ աշխարհին ներկայացրեց Նոյեն Պապան, Արարատ եւ այլն եւ դա մեծ առավելություն էր կարողանանք արդյոք մենք ստեղծել նման բան դա կախված է նրանից թե մենք անհրաժեշտությունը տեսնում ենք թե չէ սա խնդրեմ է հիմա մենք ունենք պետություն մեզ չեն նեղում Սփյուռքում չկա այդպիսի մղում գալ Հայաստան կամ որևէ բան անել բայց իհարկե կա սերը հայրենիքի նկատմամբ սա ավելի դանդաղ process պետք է լինի եւ պետք է այդ շարժումը լինի Հայաստանում եւ Սփյուռքում ազատել ապատակատությունից, այդ կեղծ նարատիվներից, այդ թվում նաեւ Հայաստանի կառավարության այդ տարածած կեղծ նարատիվները դրանք բոլորը սա ավելի դանդաղ process պետք է լինի, բայց կարծում եմ հայ ժողովուրդը, հայ ազգը ունի իր մեջ այդ երազանքը, այսքանը։ Շնորհակալություն ձեր զանգի համար։ Իհարկե ուզում եմ անդրադառնամ ձեր ասացին, որ հնարավոր է եւ ռուսական նարատիվներ լինեն այդ ամբողջի մեջ, որովհետեւ ցավոք սրտի անկախացումից հետո Ռուսաստանը Հայաստանին չի դադարել դիտել որպես առանձին ինքնուրույն պետություն, այլ բոլոր հնարավոր ձևերով իր դոմինանտությունը, իր գաղութարարի դերը կատարել է այն իմաստով, որ հիմա Հայաստանում Հայաստանի կառավարությունների թեթև ձեռքերով Ռուսաստանը ներկայացված է բավականին խոշոր տնտեսական այսպես ներուժով, այսինքն մեր կարևոր հանգույցները, որոնք որ ամեն պետության համար կարևոր են, դրանց նկատմամբ որոշակի վերահսկություն ունենալը գտնվում են Ռուսաստանի ձեռքին եւ Ռուսաստանը դեռ շարունակում է ջանքեր գործադրել ամեն գնով իր ազդեցությունը Հայաստանի վրա պահել։
Սա շատ լուրջ խնդիր է եւ ես հասկանում եմ, որ սրանով է պայմանավորված նաեւ, ասենք օրինակ, մեր խորհրդարանի այդ վերջին որոշումներից մեկը, որ Հայաստանում քվեարկություններին եւ ընտրություններին կարող է մասնակցել նաեւ միայն 2 տարի այստեղ բնակվող մարդը։ Դա այդ խստացումն է, որի մասին ես խոսեցի։ Դա գուցե ուժեղացնում է Հայաստանի Հանրապետություն պետական միավորը, բայց թույլատնում է ազգային գաղափարը եւ ազգային միասնության գաղափարը։ Ես էլ եմ ուզում կրկնեմ, ցավոք սրտի, ուրեմն մեր պետությունը չի դիտարկում մեր պետության սահմաններից դուրս գտնվող հայերին որպես իր պատասխանատվության օբյեկտ։ Դուք ասում եք, որ կարող է դրա անհրաժեշտությունը չկա, շատ հնարավոր է, որ այդ անհրաժեշտությունը չկա եւ ես ուզում եմ ձեզ ասել, որ փորձը ցույց է տալիս, որ բոլոր այն երկրներում, որտեղ կա քիչ թե շատ ճշտամական միջավայր, հավատի տեսանկյունից, ես գիտեմ ազգային տեսանկյունից, այդտեղ հայկական համայնքները միշտ ավելի կուռ են եղել, ավելի ուժեղ կազմակերպված, իսկ բոլոր այն միջավայրերում, որտեղ այդ ամբողջը չի եղել, հայկական համայնքը ցրվել է երկրով մեկ եւ շատ արագորեն ծածել է։ Ես նկատի ունեմ նույն Ռուսաստանը, ես նկատի ունեմ նույն Ֆրանսիան, որտեղ ապրում են ավելի քան 250,000 հայեր, բայց նրանք ցրված են ամբողջ Ֆրանսիայի տարածքով մեկ եւ այդ ջանքերը միավորել եւ ստեղծել համաֆրանսիական գոնե ինչ-որ մարմին միայն ողջունվել է այս վերջին ժամանակներս, երբ որ ստեղծեցին մի 2 տասնամյակ երևի, վերջապես ստեղծվեց մի մարմին, որը կարող է ֆրանսիական բոլոր կազմակերպությունների միություն հանդես գալ։ Սրա մասին է խոսքը։ Հիմա եկեք խոսենք դրա մասին, թե իրոք նման անհրաժեշտություն կա, թե չկա։ Ինչ բան է հայրենասիրություն, եթե դու չես ուզում մասնակցել ազգային խնդիրների լուծման process-ին։ Այո, կարող է սիրել Հայաստանը, կարող է սիրել հողը, կարող է սիրել ծառն ու քարը, որտեղ ծնվել ես, բայց դրանով ազգը չի սահմանափակվում։ Իմիջիայլոց ես նկատել եմ նաև այսպիսի միտում, որ Հայաստանում կարծում էին, որ ասենք, եթե ստեղծվի միջավայր, որ հայերը իրար հետ աշխատեն, դա շատ արդյունավետ կլինի փոխօգնության, հայկական այդ ինքնությունով պարտանալու, հայկական այսպես հայերի միջև իրար սիրելու ու օգնելու խնդիրը, բայց իրականության մեջ ուրեմն ստացվում է այսպիսի մի վիճակ, որ ես շատ եմ հանդիպել ուրեմն մարդկանց, որոնք որ ապրում են դրսում եւ իրենց բիզնեսը չեն ուզում հայերի հետ կատարել, որովհետեւ հայերը այնպեսին չեն, ինչպեսին պետք է լինի, ուրեմն իրենց պատկերացնելով մարդիկ ում հետ կարելի է աշխատել։ Կա նման տենդենս, թե ոչ, ես կխնդրեմ մեր հաջորդ հեռախոսազանգ կատարողները այս մասին խոսեն, եւ սա ինչի մասին է խոսում։ Խոսում է նրա մասին, որ մենք բավականաչափ հետ ենք մնացել մեր մշակութային զարգացման մեջ։ Վերջերս ես մի հարցազրույց ունեցա Անդրեաս Ղուկասյանի հետ, մենք քննարկում էինք, թե ինչու Հայաստանի Հանրապետությունում ունենալով հզոր միտք, ունենալով մարդիկ, որոնք կարող են լուծել խնդիրները, ունենալով բավականաչափ ռեսուրսներ Հայաստանի Հանրապետությունը ծաղկացնելու համար, այնուամենայնիվ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է այս վիճակում, ինչ որ հիմա կա։ Եվ պարոն Ղուկասյանի մեկնաբանությունը նա էր, որ ցավոք սրտի մեր հասարակությունը ինքը իր զարգացման, հասարակական զարգացման մակարդակով, խոսքը անհատների մասին չէ, մնացել է միջնադարյան ֆեոդալական վիճակում,
որ այն կլանային համակարգերը, որոնք գործում են մեզ մոտ, այս օլիգարխիան, որը աշխատում է այդ նույն կլանային համակարգով, այս ընտրությունները, որոնք որ մենք տեսնում ենք, որ մարդիկ գնում են եւ քվեարկում են կլանային ձևերով, բերում են մտքին, որ այնուամենայնիվ հայ ազգը իր հասարակական զարգացման մակարդակով հետ է մնում։ Սա պարոն Անդրեաս Ղուկասյանի կարծիքն էր, բայց հարցը նա է, որ այդ հասարակական զարգացման մակարդակը, ինչպես ասեց մեր հեռուստատողներից մեկը, ժամանակ պահանջող եւ դանդաղ process է, որը որ կարող է ինքն իրեն զարգանալ եւ հասնել բավականաչափ նորմալ վիճակի, կարող է եւ հակառակ process-ը տեղ ունենալ, այդ process-ը կարող է չզարգանալ այնպես, ինչպես որ սպասում են այդպես մտածողները եւ հակառակը գնալ նրան, որ ազգային ինքնության հազարամյակների պահված այս մեխանիզմը աստիճանաբար լուծվի համաշխարհային գլոբալիզմի մեջ։ Լավ է թե դա ուրիշ խնդիր է, բայց այնուամենայնիվ մենք պետք է դրան պատրաստ լինենք եւ մտածենք արդյոք մենք դա ենք ուզում թե ոչ։ Հաջորդ հեռախոսազանգն եմ ընդունում։ Բարև ձեզ։ Դուք եթերում եք։ Okay. Բարև ձեզ, ուրեմն հարցս եմ շատ կարճ։ Սիրելի Տիգրան, այդ ես որ ասեցի, ուրեմն որ այդ միջոց կա արդյոք հնարավոր չի եւ ավելի ձեռնատու չի որ նոյան տապանը կազմակերպի եւ դուք այդ ղեկավարության մեջ լինեք եւ նոյան տապան դեր հաղորդաշարը ժողովուրդ ամբողջ աշխարհի սպիրկայությունը իմանա որ ամեն օր դուք բան եք անում ելույթ եք ունենում իմանա ասենք շաբաթը մեկ ամիսը մեկ տեղեկացնեք ուր հասել ինչա կատարվել թեկուզ այդ ID քարտին բոլորը մասնակցեն դրամը փոխանցեն ID քարտին դեր կարծիքը Շնորհակալություն Ես կարծում եմ, որ իրականությունը շատ ավելի բարդ է եւ ցանկացած լրատվամիջոց, նույնիսկ նոյան տապանը մենակ ի վիճակի չէ նման գաղափար առաջարկել, եթե չկա պահանջարկը, ինչպես ասում էր մեր հեռուստադիտողը։ Մենք նախ հասկանանք, կա այդ պահանջարկը, թե ոչ։ Օրինակ իմ պատկերացմամբ հիմա հեռախոսազանգը պիտի պայթեր բազմաթիվ զանգերից, որովհետև այստեղ մենք խոսում ենք հայկական մշակույթի ապագայի մասին, մենք խոսում ենք լեզվի մասին, մենք խոսում ենք արևմտահայության փրկության, արևմտահայերենի եւ արևելահայերենի գոնե ուղղագրական միասնության մասին։ Մենք խոսում ենք դրա մասին, որ պետք է հնարավորին չափ հայ գրականությունը ավելի շատ մատչելի լինի մեծ երեխաներին։ Մենք խոսում ենք դրա մասին, որ մշակութային փոխանակությունը պիտի լինի ավելի ինտենսիվ եւ ոչ թե առանձին մասնավոր մարդկանց, այսպես հայացողության վրա, այլ գուցե լինի պետական քաղաքականություն։ Հարցերը շատ են, ես այսպես դժվարանում եմ թվարկել ամբողջը, բայց կան եւ էլի հարցեր, չէ՞ որ մենք ունենք համատեղ ցավեր։ Ասենք օրինակ նույն Արցախի կորուստը դա շատ մեծ խնդիր է։ Ցեղասպանությունը, որը անպատիժ մնաց եւ հիմա էլ մենք փորձում ենք բարեկամություն անել այդ ազգի հետ, ով ցեղասպանեց մեր հայրենակիցներին, իսկ հիմա ծրագիր է իրականացնում, թե ինչպես բնակեցնել Արցախի հայկական բնակավայրերը ադրբեջանցիներով։ Մենք ունենք համատեղ ցավեր, հասկանում եք։ Եվ եթե մեր իշխանությունը համարում է, որ այդ խնդիրը լուծված է եւ այդ խնդիրը լուծված է հենց այնպես ինչպես լուծվել է ցեղասպանական ճանապարհով եւ այլևս այդտեղ հարցեր չկան քննարկելու, ես կարծում եմ, որ շատ-շատերը հայ ազգությամբ հայերից համաձայն չեն դրա հետ, որովհետեւ վերջ-վերջո երբեք ուժը իրավունք չի ծնել։ Իրականության մեջ այդ ուժը իրավունք ծնելու դարաշրջանը մենք հավատում ենք, որ անցել է։ Մենք հավատում ենք, որ կան միջազգային օրենքներ, կան քաղաքակրթություն եւ այդ քաղաքակրթության հիման վրա մենք ուզում ենք, որ արդարությունը հաղթի։
բայց դրա համար մենք պետք է լինենք ուժեղ, ունենանք ուժեղ բանակ, ունենանք համախմբված ժողովուրդ։ Արդյոք մենք դա ունենք հիմա։ Ես կարծում եմ, որ այս հեռախոսազանգերի պակասը խոսում է նրա մասին, որ այս թեման շատ ավելի հետաքրքիր չէ շատ շատերին։ Ինչպես ասեց հեռուստադիտողը, այդ պահանջարկը չկա։ Ուրեմն մենք տարբեր հարթություններով ենք մոտենում այս հարցին եւ հազարիցս ճիշտ են այն մարդիկ, ովքեր մտածում են միայն սեփական բարեկեցությունը եւ խնդիրը ապահովելու մասին։ Սա է տարբերությունը։ Եվ ես անկեղծ ասած սպասում եի, որ մենք կունենայինք արևմտահայ մեր հայրենակիցներից զանգեր, որովհետեւ նրանք ավելի այսպես շուտ են հեռացել Հայաստանից, հայկական լեռնաշխարհից։ Նրանք հանդիսանում են մեր ցեղասպանված հայրենակիցների մազապուրտ զավակների սերունդները, եւ նրանց համար այս հարցը շատ ավելի կարեւոր է, քան արևելահայերինը, որոնք որ ասենք ունեն Հայաստանի Հանրապետություն, որտեղ մշակութային իրավիճակի հետ ոչինչ չի կատարվում։ Ամեն ինչ նորմալ է, բոլորը հայերեն են խոսում, հայերեն շփվում են միմյանց հետ։ Հայաստանի խնդրի մասին չի խոսքը։ Այո, այս կղզյակը այդ իմաստով մշակութային կարող է փրկվել, բայց մենք խոսում ենք մեր հայրենակիցների մասին դրսում։ Եվ սա բավականին լուրջ հարց է, այստեղ մտածելու խնդիր կա, այստեղ հայեցակարգի խնդիր կա, եւ ամենակարևոր հարցը, թե արդյոք դա պահանջարկված է, թե ոչ, դրա պատասխանը մենք չունենք։ Ինչ վերաբերում է եկեղեցուն իհարկե շատ կարևոր կառույց է, որը հազարամյակներից ի վեր Հայաստանին հայերին փրկել է պետության բացակայության պարագայում։ Բայց մենք տեսնում ենք, որ եկեղեցին եւս հիմա ազատ չէ վարվել այդ ուղղությամբ իր գործողությունները։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ ասենք հիմա այս վերջին փուլում որոշակի հալածվում է հայկական պետականության կողմից, եկեղեցին չասենք, այլ որոշ եկեղեցականներ, բայց արդյոք այդ հարձակումների տակ չկա այդ եկեղեցու համահայկականության դեմ պայքար, որովհետև իրականում ես մի քանի անգամ ասել եմ, որ այդ կոնցեպտի մեջ իրական Հայաստանի կոնցեպտի մեջ համահայկականության խնդիր չկա, իսկ եկեղեցին համահայկական կառույց է, եւ հետեւաբար այս բոլոր բարեփոխումներից, ես գիտեմ, փոփոխություններից հետո, որը պետությունը անպայման կանի եկեղեցու հետ, մենք չենք ունենա հայաստանյաց եկեղեցի, մենք կունենանք Հայաստանի եկեղեցի, եւ սփյուռքահայերը կզրկվեն եւս մի կարևոր, այսպես միավորիչ հնարավորությունից, չնայած այդ միավորն էլ պարակտված է երկու մասի։ Մենք ունենք երկու կաթողիկոսություն, երկու թեմեր, եւ շատ հաճախ այդ թեմերը իրար նկատմամբ այդքան էլ բարեկամական չեն տրամադրված։ Ինչևէ, մենք ունենք բազմաթիվ խնդիրներ, իմ ասածը դա է, որ մենք այս խնդիրները պիտի կարողանանք լուծել որպես ազգ, կամ պատմությունը մեր փոխարեն կլուծի այդ բոլոր խնդիրները, եւ մենք կստանանք իրավիճակ, երբ որ Հայաստանում կան մարդիկ, որոնք մտածում են ազգային գաղափարներով, եւ կան մարդիկ, ովքեր մտածում են համամարտկային գաղափարներով։ Եվ բնական է, որ համամարտկային գաղափարներով մտածող մարդիկ, ես ճակերտների մեջ եմ վերցնում այդ համամարտկայինը, որովհետև ցանկացած իրական ազգայինի մեջ այդ համամարտկայինը ներառված է ամբողջությամբ, եւ խոսքը այստեղ չի գնում, որ նրա մասին, որ հայ ազգը որևէ ազգից ավելի բարձր է, բայց խոսքը գնում է ազգային ինքնատիպության մասին, եւ այս իմաստով ես համարում եմ, որ մենք բավականին լուրջ մարտահրավերներ ունենք, եւ եթե կարողանանք համախմբվել, մենք կլուծենք,
բայց շատ հնարավոր է, որ դրա պահանջարկը իրոք չկա եւ այս ամբողջը պարզապես պայքար է հողմարածների դեմ։ Սիրելի բարեկամներ, սրանով ես ուզում եմ ավարտել մեր այս թողարկումը, մաղթում եմ ձեզ ամենայն բարիք, ցանկանում եմ, որ մտածեք այս հարցերի շուրջը եւ մինչեւ նոր հանդիպում